Խոսքով աղջիկներ գնացել էի մատնահարդարման, այնտեղ չստացվեց նկարել, ինչպես միշտ իմ կոմպլեքսները ինձ խանգարում են, գնահատեք արդյունք, այս անգամ որոշեցի անել սուր։ Իսկ հիմա շտապում եմ տուն, քանի որ իմ աղջիկները ինձ են սպասում։ Գնացինք։ Այստեղ ինչպես տեսնում եք արդեն մեզ մոտ վարդավառ է, սկզբից մտածեցի միջանցք դուրս գանք, այսպես մի քիչ խաղան, հավեսները հանեն, որտեղ դրսում անմարդկային ջրոցի էր, բայց այնուամենայնիվ որոշեցինք իջնել բոլորով միասին, բոլորով մի լավ խաղացինք, այնտեղ դիմացի շենքի բակում փոքրիկ բասեին էին դրել, բոլոր երեխաները հավաքվել էին, խաղում էին վարդավառ, մի խոսքով շատ հավես, շատ լավ անցավ, պարզապես մի փոքր մրսեցինք, քանի որ առավոտյան ժամ էր, այդպես։ Չիկներ, ես այստեղ զբաղված եմ լոգարանի մաքրությամբ, ամբողջը ինչ տեսնում եք, պատ, հատակ, դոմեստոսով մաքրել եմ, դեռ չեմ վերջացրել, այստեղ ես եմ հոգնատանջ, հայլինել եմ սրբել, դեռ վերջնական չեմ այդ ամբողջ, դեռ չում դեռ որ ջուրը պահում ես, ամբողջությամբ չեմ վերջացրել, խեղդվում էի ուղղակի ես դոմեստոսի հոտից, ես տանել չեմ կարողանում ժավել, առհասարակ ժավելի հոտ, դոմեստոսի հոտ, մի անգամից գլխացավ սկսում, շատ մաքուր էսթետիկ տեսքով եմ ներկայանում ձեզ ժավելը։ Մի խոսքով ունեմ շատ քիչ ժամանակ, ունեմ շատ անելիքներ, ինչպես միշտ սուպեր մաքուր է։ Այդպես երեխաները քանի ինձ հետ չեն, երկուսին տարել եմ պարտեզ, ավելի ճիշտ պարտեզ չի։ Պարտեզ չեն գնում պետական, իրանք գնում են մասնավոր նախադպրոցական, այդպես կենտրոն։ Ինչև որ դպրոց կգնան, ինչ է ասում, հա, այստեղ քանի որ ժամերը իրենց մոտ քիչ է, այսինքն մանկապարտեզի նման չի, մինչև 4-5 չեն մնում, դրա համար ինչ-որ անում եմ, պետք է անեմ շատ արագ, մայրիկիս օգնությանն եմ դիմել, բուջուրիկին էլ տվել եմ մամային, որպեսզի այսօր, հա, իդեպ այսօր իմ ջիմի օրն էր, բայց ես այն բաց եմ թողել, որպեսզի հասցնեմ այս անելիքները, մտադրություն ունեմ այսօր խոհանոցն էլ վերջացնեմ, հանել եմ վարագույրը, սա էլ եմ մաքրել, այս որ տեսնում եք ժողովուրդ ջան, սա խոնավության հետևանք է, ինքը փայտ է, շատ վատ վիճակում է հայտնվել, խոսքով անխուսափելի է սա, եթե լոգարանա ոնց էլ չլինի, թրջվում է, խոնավ է, հա, այդպես ուզես չուզես, լինում այն ինչ որ լինում է, լավ, ես վերջացնեմ գործս, վերջնական արդյունքը ցույց կտամ։ Աղջիկներ, մինչ բաղնիքը կչորանա վերջնական տեսքը ցույց կտամ, Վայլբերիսից վերցրել եմ իմ վերջին 3 պատվերները, սա այդ պրոտեինն է, որ ես ասում էի ու սպասում էի, ահա որ իդեպ այսօր ասեցի չէ, որ բաց եմ թողել ջիմի պարապունքը հանուն տան մաքրության, որ հասցնեմ, հա, ինչ որ մի կերպ, սա սրան ոնց են ասում, փոքրիկ հովացուցիչ, վենտիլատոր, սա կապված է իմ դասընթացների հետ, դարձչի լիցք սովորելու հետ կապված, սա պետք է, ովքեր լցնում են, գիտեն վերջում հովացնելու համար, որ աչքերը չմռմռա, լավն էր փորձարկել եմ հարմարա, սա էլ վերջապես շտատիվն է, այսպես ցույց տամ, հա, բավականին լավն է, այստեղ ունի իր հետ լույս, ուրա ոնց է միանում, դեռ չեմ տիրապետում, լավ, ուսումնասիրեմ կհասկանամ, լավն է շատ բարձրանում է, մինչև կարծեմ 7 մետր,
Վերջ բաղնիքից վերջացրեցի, կախեցի վարակույրը, շատ եմ սիրում ես այս վարակույրը, ինքը 2 շերտով է, տակը բանա, կլունկա, ինչ են ասում, դա, վրայից սովորական կտոր է, բայց շատ հեշտ ու արագ չորացող կտոր է, ավելի ճիշտ գիտեք ինչ կտոր է, այն որ անջրաթափանց այդպիսի բան են չէ ասում, այստեղ էլ աթոռնա երեխաների, առանց որի իրենք չեն կարողանում լվացվել, պարտադիր էստեղ է լինում միշտ։ Խոսքով սա վերջացրի, հատակը լվացրի, հիմա եթե հասցնեմ ժամանակի մեջ տեղավորվել, պատուհաններն էլ կսրբեմ, չնայած 10 օր առաջ էի սրբել, բայց ամենայնիվ հետքեր մնում է թեթև անձրևից փոշուց եւ պլանավորում եմ մի քիչ էլ խոհանոցի այդ մակերեսները յուղազերծել ու վերջ։ Ուշադրություն չենք դարձնում իմ վիճակին, ժավել ամբողջը ու որկա ենք անում, այն հատվածն էլ ուշադրի չենք դարձնում։ Որկայի օրա սրբեցի մի խոսքով էս փայտերը, այն փայտերը այնտեղ հեռուստացույցը փչացած է ուղարկել ենք սարքելու։ Դուռը սրբեցի մի խոսքով դռներ, ամեն հնարավոր անհնարին փորձեցի սրբել, որը որ պարզապես հնարավոր չի ջրով ինչ որ բան անել, սա սպասում եմ, որ հատուկ նյութ բերի ամուսինս այդպես կմաքրենք։ Դռներ մի խոսքով ամեն ինչ, ովքեր ունեն երեխաներ, հաստատ կհասկանան, երբ որ դրսից հողոտ ցեխոտ գալիս են տուն, մինչև լոգարան հասնելը, որտեղ հնարավոր է կպնում են պարտադիր։ Իմ աղջիկները հեռուստացույցը փչացրել են, մենք ուղարկել ենք վերանորոգման, արդեն 10 օր է, այդպես։ Հիմա ինձ է սպասում այսքան շոր, որ ես ծալեմ, հարթուկեմ, դասավորեմ տեղերը, ունեմ քիչ ժամանակ, ունեմ շատ անելիքներ։ Անցանք արդյունքին, այսօրվա վլոգը նվիրված է տան գործերին։ Խոհանոցի մաքրությանն անցնելը, սա ուղարկում ենք ջեռոց ու գնում ենք աղջիկներիս հետևից։ Աղջիկներ այսօրվա վլոգը մի փոքր կարճ կտևի, քանի որ ինչպես նշեցի, ունեմ շատ անելիքներ եւ շատ քիչ ժամանակ եւ այս վերջին մի քանի օրերի շատ զբաղվածությունս մեծ էր, դե հասկանում եք, բազմազավակ մայրիկ, ով ունի տան գործեր, երեխաներին պարտեզ տանել, պարապմունքներ բերել, քնացնել, լողացնել, տեղավորել, եփել, թափել, մի խոսքով ամեն բան, երբ որ քեզ վրա է, դու մենակ ես գրեթե այդ ամեն հարցում ու այդ ամենից զատ, նաև չես մոռանում քո մասին, զբաղվում ես սպորտով, սովորում ես նոր մասնագիտություն, մի խոսքով բաժանոց։ Այդպես թեզ բարի դիտում, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, բաժանորդագրվեք, լայք, կոմենտ։ Մինչ նոր հանդիպում։